Հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Երևանում կայացած հայ-ադրբեջանական կլոր սեղան քննարկման նախաձեռնությունը ըստ Արեգ Քոչինյանի երկու երկրի փորձագիտական համայնքի եւ քաղաքասարակության ներկայացուցիչներին է։ Նրանք դիմել են պետական համապատասխան մարմիններին, ստացել աջակցություն եւ կազմակերպվել է հանդիպումը։ Երկու երկրների ներկայացուցիչներն բավականին հաճախ երրորդ երկրներում, այլ մայրաքաղաքներում նման հանդիպումներ ունենում ենք։ Սա կոչվում է track to diplomacy, երկրորդ ուղու կամ երկրորդ շերտի դիվանագիտություն, որ ընդհանրապես բավական ընդունված բան ամբողջ աշխարհում։ Եվ նմանատիպ հանդիպումների ժամանակ մենք եկանք այն եզրանկման, որ արդեն ժամանակն է դրանք տեղափոխել մեր մայրաքաղաքներ եւ որ մենք այլևս կարիք չունենք միջնորդների կամ ֆասիլիտատորներ, դա կարող ենք այդ ամեն ինչ անել հենց երկկողմ։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփումներին քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդգծում է. ընտրությունը պարզ է, ընդհանրապես չշփվել, ինչը ըստ նրա նորմալ չէ։ Հայկական կողմը կարող է շփումներ ունենալ նաև Ադրբեջանից հեռացած եւ տարբեր երկրներում ապաստանած ադրբեջանցիների հետ, որոնք ունեն զրոյական ազդեցություն ադրբեջանական հանրության վրա, հասանելիություն չունեն զանգվածային լրատվական միջոցներին, եւ երրորդ տարբերակն է շփվել այդ երկրում գործող փորձագիտական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ, ինչը եւ տեղի է ունեցել։ Ըստ էության նրանք են այն անձինք, որոնք ազդեցություն ունեն ադրբեջանական հասարակության վրա։ Նախկինում այդ ազդեցությունը սահմանափակ էր քաղաքական կամքի բացակայության պայմաններում, սակայն Վաշինգտոնյան հանդիպումներից հետո մենք տեսնում ենք որոշակի փոփոխություններ նաև այդ մասով եւ կարծում եմ այդ տեսանկյունից տվյալ շրջանակների հետ շփումները կարող են արդյունավետ լինել եւ ընդհանրապես Ադրբեջանում նկատել են նաեւ այսպես որոշակի դրական փոփոխություններ նաեւ ռետորաբանության հետ կապված, չնայած առանձին ձևակերպումներին կամ առանձին հայտարարություններին ընդհանուր առմամբ նկատել է նաեւ հակահայկական ռետորաբանության որոշակի մեղմացում։ Երևանի մամուլի ակումբի ղեկավարը եւս մասնակցել է քննարկմանը։ Բորիս Նավասարդյանը վաղ է համարում հանդիպման մասին գնահատական ներկայացնել։ Կսպասի գործընթացը առաջ գնա, տեսանելի լինեն դրա գործնական արդյունքները։ Որպես պրակտիկ արդյունքներ պետք է որ մեր քննարկած առաջարկությունները ինչ որ արտացոլում ստանան պաշտոնական քաղաքականության։ Ես բավականին լավատեսորեն եմ տրամադրված դրա հետ կապված, քանի որ քննարկումները շատ գործնական են, որևէ խնդիր, որ կա մեր երկրների միջև չէր քողարկվում, այսինքն անկեղծ բաց խոսում ենք եւ շատ դեպքերում գտնում ենք երկուստեք ընդունելի լուծումներ։ Այդ քննարկումները, ես կասեի, առաջին փորձերն են հասկանալ հենց այս ձևաչափով երկկողմ, ինչպես է հնարավոր նաև պրակտիկ լուծումներ գտնել։ Օրինակ, ինձ հետաքրքրող իհարկե կոմունիկացիաների հարցն է առաջին հերթին, այն արձագանքները եւ այն ընկալումները, որ կան հայկական եւ ադրբեջանական այս քննարկումների ընթացքում հուսադրող են փորձել հնարավորինս աջակցել բանակցային գործընթացին, առաջարկել փոխվստահություն ավելացնող որոշակի միջոցներ, տնտեսական ենթակառուցվածքային ոլորտներում գործակցության հնարավորություններ, աշխատանք նաեւ հասարակությունների հետ Երևանյան քննարկման օրակարգում էին։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել նաեւ հումանիտար խնդիրներին եւ հատկապես կարեւորել ենք հայ ռազմագերիների վերադարձի հարցը, ընդգծել ենք դրազգայունությունը մեր կողմի համար եւ կարևորել ենք, որ խնդրի կարգավորումը կարող է նպաստել ինչպես ընդհանուր երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, նորմալացմանը, այնպես էլ հանրությունների միջև շփումների ակտիվացմանը։ Ինչ վերաբերում է հանդիպման ադրբեջանցի մասնակիցներից մեկի վերաբերյալ հանրային դաշտում ոչ միանշանակ արձագանքներին, Քոչինյանի խոսքով հայկական կողմը քննարկել որոշել է իր մասնակիցներին, ադրբեջանական կողմն էլ ընտրել է իր մասնակիցներին։ Պատվիրակությունների կազմերի շուրջ համատեղ քննարկում չի եղել։ Որոշումներ կայացվել են երկու երկրներում քաղաքասարակության եւ փորձագետների կողմից։ Ավելի լայն, ուրեմն այսպես քննադատությունը, որ ես տեսել եմ, դա այն է, որ Ադրբեջանում ինչ քաղաքասարակություն չկա, այնտեղ քաղաքասարակություն չի կարելի իրենց հետ խոսել, շփվել եւ այլն եւ այլն։ Մենք խնդիր չունենք Ադրբեջանը փոխելու, մենք խնդիր չունենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ զբաղվելու, մենք խնդիր չունենք իրենց քաղաքասարակությունը փոխելու, մենք խնդիր ունենք աշխատելու այն ինստիտուտների եւ այն մարդկանց հետ, ովքեր որ կան Ադրբեջանում, ովքեր որ ազդեցիկ են Ադրբեջանում, եթե մենք ուզում ենք իսկ մենք ուզում ենք այս աշխարհագրության եւ այս տարածաշրջանում կառուցել խաղաղություն, բարիդրացիություն, ունենալ բաց սահմաններ, ունենալ տնտեսական որոշակի ինտերակցիաներ, ապա այն գործընթացը, որը արվում է եւ տեղի ունենում, այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Երևանում պայմանավորվել են շարունակել շփումները։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Գյուրգչյան, լուրեր։